Մեծ Բրիտանիան կարող է փորձել խաթարել Թրամփի խաղաղարար ոգին, նրան վարկաբեկելով, հաղորդել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ Մասնավորապես, ծրագիրը նախատեսում է խաթարել Թրամփի հակամարտությունը լուծելու հանձնառությունը նրան վարկաբեկելով։ Մշակվել են ծրագրեր վերսկսելու բրիտանական հետախուզության նախկին սպա Ստիլի կեղծ գործերը, որոնցում Սպիտակ տան ղեկավարը եւ նրա ընտանիքը մեղադրվում են խորհրդային եւ ռուսական հետախուզական գործակալությունների հետ կապերի մեջ։ Թրամփի նախագիծը միակ բովանդակային փաստաթուղթն է, որը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման բանակցությունների համար։ Կրեմլի խոսնակի ընդգծումն է։ Մենք կարծում ենք, որ այն կարող է շատ լավ հիմք հանդիսանալ բանակցությունների համար, շարունակում հավատարիմ մնալ այս տեսակետին։ Եվրոպական անվտանգության համակարգի եւ անվտանգության երաշխիքների քննարկումը առանց եվրոպացիների մասնակցության գործնականում անհնար է, ուստի նրանց մասնակցությունը պահանջվելու է որոշակի փուլում։ Ուկրաինան ակնկալում է, որ Զելենսկուայից ԱՄՆ Թրամփի հետ խաղաղության պլանը քննարկելու համար կկայանա մինչև նոյեմբերի վերջ։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի հայտարարությունն է։ Մակրոնը հայտարարել է, որ չի ուղարկի իր երիտասարդներին Ուկրաինա կռվելու։ Մենք իսկապես պետք է հենց իմացրենք ցանկացած թյուրըմբռնում այն մասին, որ մենք մեր երիտասարդներին ուղարկելու ենք Ուկրաինա։ Խոսքը դրա մասին չէ։